Օրերս մի տեսանյութ է դիտում, հայ երիտասարդը նեղսրտում էր, որ ուրիշ երկրներ ունեն ազգային խորհրդանիշներ, բրենդեր, իսկ Հայաստանը կարծես թե կոնյակից բացի ոչինչ չունի աշխարհին ցույց տալու, այն էլ ֆրանսիական է։ Ուրեմն լսիր երիտասարդ, հայկական առաջին բրենդը պատմության մեջ դա դրախտն է, որը եվրոպական գրեթե բոլոր լեզուներով կոչվում է paradise, paradiso, իսկ դա հայերեն պարտեզ, էդեմի պարտեզ բառն է, որովհետև դրախտը Հայաստանում էր։ Երկրորդ բրենդը, այսպես կոչված ազգային խորհրդանիշը, իհարկե Արարատն է, որը Աստվածաշնչում առաջին աշխարհագրական տեղանքն է եւ ստուգաբանվում է միայն հայերեն արարիչ, արարելու վայրը, արարում։ Երրորդը, որքան էլ կարող է զարմանալի թվալ, դա եգիպտական թագավորների փարավոն անվանումն է, որը տվել են նրանց մեր նախնիները, հիքսոսները, հայքսոսները, ովքեր Քրիստոսից առաջ 17-15-րդ դարում զավթեցին Եգիպտոսը եւ իրենց արքայական դինաստիան անվանում էին փարաբանված, փառք, փարաբանել անվանումից, որը մնաց բոլոր լեզուներում որպես փարավոն։ Չորրորդը, դե ասենք կարպետը, որը նույնպես հայերենից մտել է գրեթե բոլոր լեզուներ, կարել, կապել բառից է։ Առայժմ այսքանը, թող սա լինի մեր ազգային բրենդերի խորհրդանիշների մասին պատմող առաջին հատվածը, կշարունակենք։